Բարև ժողովուրդ ջան, այսօր կշարունակենք մեր կարճ խաղերը։ Հələ մի հատ սիրտ փորձ եմ։ Ճիշտ ասած, բարաբանը պատահական պտտել եմ։ Չէ տեսել, որ ռեկորդ չեմ անում, բայց բան չտվեց։ Չնչին կոպեկներ տվեց, դա անցավ, դա չի օգնում։ Հենց որ անցնում ենք մեր խաղերին, կսպասենք վաղվա բարաբանին, տեսնենք 4 անգամ կտա թե չէ։ Կներեք, որ չստացվեց այս վիդեոյի մեջ սկսել, բայց ասում եմ, փոքր գումար եղավ, որ հիմա իրանից բան չի ներկայացնում չնչին։ Փաս, լավ է, 11-ը։ Ո, իրան 12 ասեց, օքեյ, փաս։ Հիանալի է, Են չի զորովից 12 խոսացիր իմ տեղը կարդ։ Հետաքրքիր է նա եղբեր։ Իհարկե իր մոտա։ Ոնց կներ հանկարծ իմ ընկերոջ մոտ լիներ։ Մի հատ չախցրու էլի։ Մի կերպ հանեցինք փաստորեն։ Լավ էր։ Ուրեմն ընկերս ղարը ասում շատ լավ է։ Արի 2-3 այսքան հելնենք, 2 հատ տուզ, 1 էլ վալեր։ Հələ մի հատ հելում է 14, մալադեց, հետո իր մոտ է, հա։ Այսինքն, բայց ես չգիտեմ խաչը կլինի, թե չի լինի։ Կարելի մի հատ էլ հելնել փորձի, ուղղակի 18-րդ լեվելի խաղացող է, որ ճիշտն ասեմ, մի փոքր վախենում եմ իր խաղալու ձևը չճանաչելով իրան կապուտ ասեմ մի անգամից։ Զուտ այդ պահն է, թե չէ։ Տես, ես գիտեի, չէ։ Այս հենց էր ելնելու։ Ես իրան տզերի շմար եմ տվ։ Արա, այսի լրի։ Ես սերվերի հետ ինչ-որ բան է կատարվում։ Ես սխում եմ կոճակը, ինքը բան անում։ Լավը գոնե սխալի պատճառով չհաղթեցին։ Ես սխում եմ կոճակը, որ բանը տա, ուրիշ քարտը ինքը սրտի 10-ն է տալի։ Լավ է, զորովից կրվստում եմ։ Ինչ է եկել, ոչի բանը չի եկել։ Ինքն եմ մի անգամից խաչ է ասում, դե լավ, փաս։ Տես լավ է ես խոսացի, 50 լավ ոչինչ, բան չեմ ասում ժողովուրդ, 18-րդ լևելի խաղացողը երևի հələ նոր է համատաբար, չգիտեմ։ Շատ լավ էր, իմ սուրճն էլ նոր եկավ, ես մեր սուրճ կոմենք։ Այսօր երկու թեմայից պետք է խոսեմ։ Հեսա սուրճս վերջացնում կխոսենք։
Վայ, մի աչուկ էր մնում, որ տակն են, գիտեք։ Ընկերս դա համար վազդի տեղը 10 տակ ենք տալու։ Ուրեմն մինչև այդ թեմաներին անդրադառնալը, Ժող ջան։ Մի անգամից 12 ասեց, ես էլ մի անգամից 15 երկու հատ լուծ գտամ քեզ։ Կուզենամ նախորդ փրկի շնորհակալություն հայտնեմ բոլորից, որ ինձ աջակցում եք, բաժանորդագրվում եք, լայքում եք, նայում եք վիդեոներս ու թողում եք, որ իմ օգնում եք, որ ալիքս մեծանա։ Երեք։ Դե լավ, չախի։ Հիանալի։ Այսօրինը վերջացավ։ Առաջի խաղը դրական էր, ավարտվեց մեր հաղթանակով։ Ուրեմն, ինչի մասին եմ ուզում խոսամ երկու թեմաների մասին։ Առաջինը այն, որ մարդիկ հարցնում են կարող են իմ հետ խաղալ լայվ։ Եվ երկրորդ ուրիշ ձևի վիդեոներ, ուրիշ բնույթի վիդեոներ կարելի է գցել այս ալիքում։ Ու ես հիմա երկուսի ուղղությամբ էլ մտածում եմ։ Եթե ճիշտն ասեմ, երկրորդը այս մոմենտին մի քիչ ավելի հավանական է, քան առաջինը։ Ինչու, որովհետև առաջինի համար, որպեսզի ես լայվ մտնեմ, մարդկանց հետ հավաքվեմ, կոնկրետ ժամերին կարողանանք իրար հետ կպնենք, սերվեր, խաղանք եւ այլ ժամանակ է պահանջում։ Մի քանի ժամ ինձ պահանջում է, որ ես ոնց որ ստույգ կոնկրետ այդ ժամերին ես պատրաստ լինեմ, որ ասենք ամեն ինչից կտրված խաղամ։ Իսկ ես այս մոմենտին իմ գործի ու բիզնեսի բերումով այդ հնարավորությունը չունեմ ուղղակի ժողովուրդ ջան։ Նայեք, ես չեմ ասում, որ չեմ խաղա ընդհանրապես լայվ կամ գրուպա ստարկեմ ընկերների հետ, չէ, այդ չեմ ասում։ Ուղղակի ինչ վատ եղավ։ Ուղղակի այս մոմենտին ուղղակի ժամանակից գործից բնույթով հարմար չի ինձ։ Ես հասցնում եմ օրինակ օրվա մեջ մի ժամ նկարեմ, հետո երբ որ ժամանակ եմ ունենում, ասենք ժամանակ եմ դնում որոշ էդիտինգ անելու կամ վերնագրեր գրելու կամ ինչ-որ թամբնեյլների հետ աշխատելու եւ այլ, գցում եմ հետո վիդեոն ու որոշ փոքր բաներ ես կոմենտում, բայց դրա լավն է նա, որ ես այդ ամբողջ գործողությունները կարամ կտրտեմ օրվա մեջ լրիվ տարբեր ժամերի մի փոքր, երբ որ ազատ եմ լինում ու հետո միացնում եմ իրար ընդհանուր գործալիություն, դուք տեսնում եք։ Դրա համար այդ վիդեոների նկարահանելու ու դնելու հարցը շատ խնդրահարույց չի իմ համար։ Իմ համար ավելի խնդրահարույց է ստույգ ժամերին հելնելը մի քանի ժամով կյանքից կտրված նկարելը, որովհետև բիզնեսի հետ կապված, գործի հետ կապված ամեն ինչ կարող է պատահի, հասկանալի է։ Այնպես որ հիմա սենց ասեմ, ես այս մոմենտին լայվ մի քանի ժամով չեմ կարողանա մտնեմ վիդեոներ նկարեմ, ասեցի ինչի համար, ու եթե ինչ-որ ժամանակ գա, երբ որ իմ ալիքը մեծանա, դրա համար խնդրում եմ ինձ օգնեք, որ ալիքս մեծանա, երբ որ ալիքս մեծանա մի փոքր գումար գոնե ինչ-որ մի ձևով վաստակի, այդ ժամանակ ես ի վիճակի կլինեմ այդ վաստակած գումարը ոնց որ կոմպենսացնեմ իմ աշխատանքի հետ, կարող է խաչի տասը, չէ, չտվեց, ափսոս։ Իրա մոտ էր խաչի տասը, հիանալի, վաու, թե չէ տակ ենք տալու խաչի տասը իրա մոտ չլներ, շատ լավ,
So եթե հա կարողանա իմ ալիք ինչ որ գումար վաստակել աշխատել, այդ ժամանակ ես իմ բիզնեսից կարող եմ ժամանակ արդեն տրամադրել, կոմպենսացնել ու մտնել լայվ։ Դրա համար դա մի փոքր ասենք ապագայի բան է, բայց մոտիկ ապագայում հնարավորություն կա, որ կարող է առանձին մի հատ բան սարքենք, ասենք թիմ սարքենք բլոտի, իմ բաժանորդագրվածներից մարդիկ այդտեղ ոնց որ ավելանան իմ թիմի մեջ, կարծում եմ հնարավոր է։ Հետո ինչ որ ժամ դնենք, ոնց որ այդքան լայվ չէ, լայվ դուրս չգամ, բայց մտնենք ոնց որ խաղի մեջ այդ ժամանակին, իրար հետ պայմանավորվենք, այդ ժամանակին մտնենք իրար հետ խաղանք։ Էդի մի քիչ ավելի հնարավոր եմ հիմա համարում։ Հենց հիմա չէ, բայց մոտակա ապագայում։ Այսքանով եկեք սահմանափակենք առաջի թեմայի շուրջ։ Եթե էլի ինչ որ հարցեր կունենաք առաջի թեմայի հետ կապված, խնդրում եմ մի քիչ մանրամասներով կարող եք գրել։ Ահա, ես էլ տարավ։ 4 հատ դուրս եկավ։ Եթե չեմ սխալվում, մի հատ եկավ։ Այո։ Շատ լավ եղավ։ Հիմա ասենք երկրորդ թեմային։ Երկրորդ թեման հետաքրքիր թեմա է, ես այս մասին խոսել եմ ու այս մասին էլի ինձ գրել են։ Բացի սովորական իմ այս օրվա խաղերից առաջարկում են ուրիշ տեսակի վիդեոներ գցել։ Իհարկե կարծում եմ էլի խաղի հետ կապված, որովհետև ալիքը բազար բլոտին է վերաբերում։ Այդ թեմայով կխնդրեի բոլորիդ ինչ որ մեկնաբանություններում գրեք ինչ եք կարծում, ինչ հետաքրքիր բաներ կարելի է նայել, չգիտեմ, ուսուցողական ինչ որ բան եք ուզում, վիդեոներ եք ուզում, կամ ինչ որ challenge-ներ եք ուզում, մտածեք այդ ուղղությամբ։ Մենք կարող ենք ինչ որտեղ այդ վիդեոներն էլ նոր վիդեոներն էլ ոնց որ մի փոքր ոնց որ միացնել այդ առաջի թեմայի հետ վիդեոներին, այսինքն կարող է ժամանակ գա, որ այդ ավելորդ վիդեոները որ գցում ենք, հետո այդ իրար հետ լայվ խաղալու վիդեոներն կարող եք նկարել գցել, ոնց որ դրանք կլինեն այդ էքստրա վիդեոները։ Ուղղակի արդյոք կարծում եք, որ ժողովուրդ նույն մարդիկ, ասենք մի հոգի, որ այդ վիդեոն այդ օրը նայում է այդ ժամին, ինքը ասենք կմտնի մի 2-3 վիդեո կնայի, ես չգիտեմ, ասենք արդյոք ժողովուրդը կամ իմ բաժանորդագրվածները կարիք ունեն մեկից ավել վիդեո նայելու օրվա մեջ։ Գրեք, առաջարկությունները գրեք, ես անպայման կնայեմ, թող մարդիկ էլ տակը ոնց որ thumbs up անեն, հա, բուտ դնեն, like դնեն, որ հասկանանք։ Հələ տեսնեմ եսի կտանի 10-ով։ Տարավ, շատ լավ էր։ Օ, ես ինչ լավ եղավ վերջում։ Ճիշտ է, իրանք հաղթեցին, բայց շատ լավ եղավ վերջում։ Այդքան բան, ես վաղը կոմենտները կկարդամ։ Չնայած այսօր կկարդամ, եթե այսօր կոմենտներ լինեն, խնդրում եմ մենակ շատ եմ խնդրում նորմալ բան, ասենք լուրջ կոմենտներ գրեք, հա, որովհետև այս թեմաները հետաքրքիր թեմաներ են, ու ես ուզում եմ ոնց որ ամբողջովին հասկանամ այս թեմաների հետ կապված ինչեր կարելի է անել, որովհետև մարդիկ կան, որ իրոք հարցնում են, իսկ ես չեմ ուզում, որ այդ հարցերն անպատասխան թողեմ։ Լավ։ Վայ։ Բռնեցին խաչիկին։ Ուֆ։ Վայ։ Այ։ Ես ինչ դաժան եղավ։ Հիմա ես սիրտեմ չախել են, ընկերս կարող է չչախի,
Դե լավ, ուզեմ չուզեմ պիտի էս տամ։ Այ, տակ տվենք, ընգեր։ Ես չեմ հասկանում, ես իմ ընկերը վաբշե ինչով է խոսում ուտ, բայց լավ։ Թերզ ուներ, լավ, կարող է հանենք։ Ուղղակի այդ խաչը շախվել է մի քիչ դաժան եղավ։ Ափսոս։ Ընկերոջս չեմ մեղադրում իհարկե այդքան, հələ մի հատ տեսնենք։ Ռուկ իմ ընկերոջից է, մի հատ ձևական աղոս ասում։ Մի հատ հելա։ Մենք չենք հանում է, տաս։ Խաչը ոչ մեկ չի հանել, բայց սրտի վրա կարող է փախնել, բայց պիտի վերջի ռուկ տանեմ, թե չէ չեմ հաղթում։ Սիրտ ես քաշելու։ Հա։ Հələ խառնվեցի արես կապը, ես չեմ հասկանում, ինչի է սենց լինում։ Լավ չեղավ։ Ափսոս։ Չէ, դե մեկա չէի հանելու, ես զգացի, որ չեմ հանում, ուղղակի ուզում էի, ուրիշ բան չունեի նորմալ խոսալ, ուզում էի աղոզը խոսել, այնել ընկերոջս մոտ մենակ մի հատ ուզեր, ուրիշ բան չկար։ Լավ, ոչինչ, երկրորդը պարտվեցինք, անցնենք մյուսին։ Խաչիկը 55 ռեյտինգ ունի, վատ չի, ապո, 56, մալադես։ Գարոն ու խաչիկը լավ են, փանում են, տոկոսային հարաբերություն են հաղթանակների։ Կեսից շատը հաղթել են, 11, ընկերս բան չասեց, հա։ Ինչա, կարծում եք ժողովուրդ, իրանք են ինձ ըմբրն է։ Ես հաստատ կհանեմ։ Այդ 40 եմ տալիս, 12, 16 հանում եմ, հերիքա, 17 դաժը, պաս։ Չորս, այդ է կոմոտ էր։ Այսի շատ բատ կաղավ է։ Շատ բատ եղավ։ Լրիվ թարս գնաց խաղը։ Ով կմտածե, որ այդ քայլերով չենք անի։ Իրանք ուղղակի սիրտը տակից խաղացին, ու ես չկարողացա սիրտս աշխատացնել ընդհանրապես։ Ինչ ափսոս էր, մալադես, այդ դրա համար երևի կեսից շատը հաղթել են, որովհետև մարդիկ ջոգելով խաղացին, ինչ խոսք, բան չունեմ ասելու, մալադեց իրանք։
Իրանց մալադեց, ար, կեզի մի հատ ավելան տուզը այ ինչ-որ մի բան են չիստը բա հետո 10 տուզը իրա ձեռն է այ Ինչ ասեմ, շատ կարճ օին էր ես մեկը չհասցրեցինք իսկին նորմալ խոսալ խաչոյի ու գարոյի մասին, արդեն բմբուլները կամուն տվին, դե լավ ինչ ասեմ 46, 49, վաչի, 59, էդ լավ ավոր 59 Արի Տուզ և վալետ Երեք 6, 7, 8 Մոտը չէր կարոլը, որ մետր մտնեի, չնայած կարայի փորձեի պրինցիպի ուղղակի ասեցի տամ մեկա իրան եմ տալու ғառը տալու էի մեկա սենց տնենց ինչ անեմ խաչը 8, սիրտը 8, ғառը 9 արի
Լավ եղավ էսի։ Մնաց 43։ Գարը 9։ Քվարություն է 13 եք ասում Գրիգորը ուրեմն հաստատ ուժ չունի, եթե դու ուզենար հնարավոր չի ինքը այդ մակարդակի խաղացող լինելով բան չասեր Ես էլի տակ եմ տալու ես Չէ, ոնց որ թե հանեցինք ես անգամ Նամանավանդ մենք երեսը կյապի 10-ով տարավ, այո, շատ լավ Ահագին մոտեցանք 101-ի Okay Ես մի խաղապուլին կարտերը մի քիչ այսպես ասած մեծ սիրտ է ներևում իմ նկատմամբ Փաս Էսի սդից կուտ էր տալի ինձ թվում է Չգիտեմ Ռիսկի դիմենք Վայ, ես ինչ եղավ Դել եմ աստեղ նայք ժողովուրդ Էսի չախվում է Այո Էսի տարանք Արեսի կեզ Շատ լավ Այսքանման ժողովուրդ ջան 30 րոպե խաղացինք 4 խաղ, 2-ը հաղթեցինք, 2-ը պարտվեցինք Չգիտեմ, վերջինը հաղթեցի էլ չեմ ուզում մի հատ խաղամ, մեզ քանի օր ահագին երկար վիդեոներ էի գցում Խնդրում եմ այն թեմաների մասին, որ խոսացինք, մի քիչ մտածեք Եթե կարծում եք ինչ-որ հետաքրքիր առաջարկություններ ունեք, գրեք խնդրում եմ Տեսնենք ես ինչ տվեց մեզ ահագին չի պատվել Եղավ, դե մնաք բարով, լավ որ ձեզ, անպայման կհանդիպենք վաղը, հաջողություն